ասում է ես երաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու։ Հավատում եք։ Առհասարակ այս մարդը ինչ ասում է, դա արդեն ահազանգ է, որ դրա ճիշտ հակառակը լինելու է։ Երբ որ իշխանության էր գալիս, ասում էր կարմիր գծերը վերացնելու եմ, կամերաները հանելու եմ։ Ինչ եղավ արդյունքում։ Կարմիր գծերը թանկացան, կամերաները շատացան։ Երբ որ գալիս էր իշխանության, ասում էր, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի։ Հիմա ինչքան հարկ կա, թանկացրել է, այդպես է։ Այս մարդը խոսում էր պետական պարտքի դեմ, պետական պարտքը կրկնապատկել է ու ժողովրդին հաշվետվություն չի ներկայացրել, թե ինչ է արել այդ փողերը։ Այս մարդը ասում էր, որ ես կարմիր լույսի տակ պետքա կանգնեմ, մետրո էր նստում իր նախարարների հետ միասին։ Հիմա ոչ միայն կարմիր լույսի տակ չի կանգնում, մարդկանց վրայով երթևեկելով սլանում է, չգիտեմ որտեղ։ Ի վերջո այս մարդը ասում էր, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հիմա իրեն պատռում է ապացուցելու համար, որ Արցախը երբեք էլ Հայաստան չի եղել։ Այս մարդը պատերազմը չէր կանգնեցնում, ասում էր, որովհետև ինձ դավաճան կասեք։ Այս մարդը նեղված է 5000 զոհի մասին հիշատակումներից, բայց զոհերի մասին 50 պլյուս մինուսով էր խոսում։ Այս այդ նույն մարդն է։ Ժորժ ջան, հիմա այդ նույն մարդը եկել է, հայտարարում է, որ Սյունիքը Հայաստան է եւ վերջ։ Դեժավյու չի սա։ Սա ձեզ ինչ որ անհանգստացնելու, մտահոգվելու տեղիք տալիս է, թե չի տալիս։ Որովհետև 19 թվականին էլ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մենք արդյունքը տեսանք։ Այսինքն, սա որ մի բան ասում է, մարդ արդեն անհանգիստ է, հայ մարդ արդեն անհանգիստ է, որ նախապատրաստվում է հերթական զիջման։ Իդեպ, ի տարբերություն 2021 թվականի, երբ որ խոսում էր Շուշի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, հիմա պարզ տեքստով ասում է, ես վերընտրվելու եմ եւ նոր տարածքներ եմ տալու Ադրբեջանին։ Դուք պատրաստ եք այդ սցենարին։